Ողջույն բոլորին, հունվար մեկյան։ Մենք դուրս ենք եկել, գնում ենք տատիկ պապիկենց տուն, այնտեղ գալու է Խորենի քույրը, մորաքույրը, ընտանիքներով, մի խոսքով ընտանեկան հավաք մեր մեծի տանը, այսպես ասած։ Նվերները մնացած մարդկանց ում դեռ չենք հասցրել տալ վերցել ենք, Խորենի ձեռքին էլ կա։ Եվ գնանք միասին լավ ժամանակ անցկացնենք։ Շատ լավն է, կպչուն ձյուն է հավեսը։ Մենակ բայց ձեռնոց չվերցրեցինք, դուք հիմա կսառեք։ Եկեք։ Это я, Снегурочка, Анночка, собственной персоной, մինչև կսվել եմ, որ դուրս կամ, մամա պրծի, անջան պրծի, մամա, ասացի թողեք ինձ հանգիստ, մինչև ես չհարդարվեմ ու ինձ դուրս չգամ, մենք տնից դուրս չենք գալու, նոր թողեցին հանգիստ, հավեսա, չէ, շատ լավ կպչուն դյուն, իսկական ստիգավիկի բան, բայց ձեռնոց չենք վերցրել, իրիկ ունը կարողա դուրս գա, հա, բայց որ դու հիմա Դա, որ դու ուղակի հիմա թրջվես, տատիկ են ստանը զապաշոտ չեմ վերցրել քեզ, կրնի հետո։ Գնացինք։ Երեխեք։ Այ։ Դուր ինձ։ Շնորհակալ եմ։ Սիրելի սնողում գոդը։ Քանի ջուր չի քաշել, դա որ թաթիկը տուր։ Օհո, սառել է ձեռքը։ Գնանք։ Այս սայ այն ձմերը ու սայ այն։ Այն։ Դա արտաշետ ձեների մեջով մի գնա, նասկի թրջելու ես հեսա։ Այս ցեխու շլոպան չեմ սիրում, բայց անկյունով հələ քշեք գնանք։ Շալվարս հեսա ցախ։ Բրիզ գարնելու։ Ուզում եի շորիկ հագնել, հետո հասկացա, որ ավելի կոմֆորտնի է շալվար հագնել։ Ձյունը վերցել է, խոլոտնա։ Դա նյուժելի։ Հələ մի հատ նայեք, այս ցեխն է, որ մի քիչ փչացնում է։ Բայց դե ճանապարհները բաց են, այդ գոնե լավ է, էլի հաստատ։ Խանութները դատարկ ու փակ։ Դավ դու սառելու ես։ Նայեք, ամբողջը փակ է։ Սառելու ես։ Oh my god։ Այս սիրուն բաժակը քեզ լցնի։ Ինձ սիրուն է, երեխեք ջան, դες սոկ մանգո չեմ լցնում, սոկ։ Let's get hot. Երեխեք ջան, մենք դուրս եկանք տատիկ պապիկենց տնից, գնանք մեր տուն արդեն, լավ ժամանակ անցկացրեցինք, հետո մեր տուն էլ կգան, բայց այսօրվա համար այսքան են գնանք տուն, մի հատ մոնտաժի հետ կապած գործեր սպրտեմ, կինո դնենք ու յուտնինքի գիշեր ունենանք ես ամուսնյակս։ Արի դավ, մեզ խփում ածինով։ Սառնակ ու թաթիկներ։ Այս ես քիչ շատած։ Լյոտը բերեցի։ Հա, թողված է։ Ասում եմ։ Վետ։ I don't know you're supposed to go car. I'm not good. Oh, God, no. Մամա, նա ես մեծ գլխին այդ փոքր գազարն են դնում հիմա։ Դե դրեք։ Այ այդ ինչ ասեք դա անում ես հետո։ Նասկոզ։ Եկեք երկրորդին դրեք, հա այդտեղ, կամաս, ներքևից, ինքը թափելու է, մի քիչ ներքևից արա։ Մի քիչ է խորը։ Հիմա ձնով այդ մասերը բան արեք, թակեք։ Այս ուտկանոսի է նման ես։ Ավելի քաս։ Չէ, բայց ձյունը կպչուն չի, լավ, հասկանում ենք ձեզ։ Мы понимаем, мы все понимаем. Красиво. Да, красиво. Դե աչքերն է դրեք։ Հա, այդ ճիշտ է։ Да, маленький как ты. А, маленький. Հələ ականջներդ փակի, պապան, маленький мой. Ага, всё. Լավ։
մի հատ գպաշ Ուրա։ սես կանես բաները դուր գլամնի մի թափի Չեմ թափում։ դուր աչին երկու կանաչը ու հետո փոքրը Զամուռաված է սարը։ Ոչն գնի Չի գաբրվանդա զանչնի Զիլինա գլազի սնիգավիկ Օ լա 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 Ինչ որած Այդ չէ դե հիմա չծիծաղանք Չէ Ձեռնոցով դժվար է մի Շաշ Կամես Կամես Ямագո Հələ մի րոպե Ամանց ձեռնոց հեշտ է Вот раз Ռաս Два Չէ, այս տուրա գնում մի րոպե Два Հիմա բերանը ձեռները պուգվիցաները Բայց երեխեք լավ է ստացվեց Բայց երրորդ շերտը որնի ալիլավ Կոճակներն է Դիր սաղ մի անգամից բիեբիատ Թևերն ես Երեխեք սիրուն ստացվեց շատ բայց Հա Հələ էդ էլ դի չէ էդ շատ երկար է ջարդի մեջտեղից Հա ջարդի մեջտեղից երկու կողմերից դիր Մայե, ես մեկ եք սաք է Հա դուք եք սարքի ապրեք Всё դե վերցրեք Ահա Всё շատ լավ է Չէ Մեզ մոտ հունվարի 3-ն է։ Ես այս երկու օրը ոչինչ չեմ նկարել, ոչինչ։ Ես ինձ թույլ եմ տվել լինել աշխարհի ծույլը։ Ներքին են որ սենց բարիեր անդադ ասում է, վայ դու պիտի նկարես, վայ, բայց մյուս կողմից էլ գիտակցությունս ասում է, որ դու էլ ես արժանի գոնե մի երկու օր հանգստանալու։ Ես միշտ էս եմ ասում, խորենին էլ ասում եմ, եթե մյուս աշխատանք կատարող մարդիկ գոնե ամանորին հանգստանում են, ապա բլոգերի համար ամանորյա կոնտենտը հենց ամենաակտիվն է, ամենավառը, ամենագունավորը։ Եվ բլոգերը իրավունք չունի անգամ ամանորին հանգստանալ։ Բայց քանի որ ես ձեզ համար ամանորյա վլոգ նկարել էի, նվերների ռասպակովկան նկարել էի, մտածեցի գոնե թույլ տամից մի երկու օր ոչինչ չանել։ Խորենն ասանքում, մի հատ պատասխանիմ շարունակենք։ Հեսա մի բանով կզբաղվենք, Խորենը ասում է, ոչ միտեղ հոց չկա, ասեցի, ուպս, մենք շատ չենք արել դիտման փացը, որ չփչանա, թեև կարելի է ասենք օրինակ Սառնանում, Մարազիլկայում դաժե լավաշը պահել, բայց տեն չի սիրում Խորենը։ Ամեն դեպքում ոչ միտեղ չկա դեռևս։ Հա, ինչ էի ասում։ Ոբշեմ, ես որոշեցի, որ մի երկու օր դադար կտամ, չեմ նկարի, ինչ պետք էր որ նկարեի, դուք տեսել եք, նկարել եմ, ոչ մի սվերխիստեսվենի բան բաց չեմ թողել։ Այս երկու օրը անցել է ասենց ույուտնի ջերմ ֆիլմեր ենք նայել, երեխեքի հետ ենք զբաղվել, ընդեմ երկու կադր արդեն տեսակ Խորենը նկարել երեխեքի հետ իջել է սնիգավիկ էին լիպից արել, այդպես, սիրելիներս, սովորական, տոնական, ջերմ օրեր։ Ես այսօրվանից սկսել եմ արդեն բանավոր քննություններից պատրաստվել, որովհետև հասկացա, որ մինչև ամսի 6-ն էլ պետք չի սպասել, չեմ հասցնելու, որոշեցի, որ գոնե այսօրվանից քիչ-քիչ սկսեմ էլի, որ հասցնեմ։ Խորենը ճանապարհին Սուսիկենս տուն է մտել, մեր թխվածքը պրծել է, հա, հեսա պատմեմ ինչ եղավ, թխվածքը պրծել է, Սուսիկի այդ բանից, պտիչից է մտել վերցնի, ասեցի Սուսիկ դուք պտիչի դեռ ունեք, ասում հա, եկեք տանիք։ Մի խոսքով գնացել է ինձ համար վերցնի, մեկ էլ էկլեր երևի ուղարկած կնի, Արտաշեսը շատ է սիրում էկլեր։ Ինչ եղավ նոր տարվա օրը, հունվարի 1-ին, մեր Սառնանը որոշեց, որ պիտի չսառացնի։ Այսօր կես կաստրուլ կա, տոլմա եմ թափել, այն օրը աղցաններից մեկն է թափել։ Սառնանը երևի թե այնքան շատ էր լցված, բիրիզագրուժնի ըլնելուց չէր սառացրել։
Ես դե քչփորեցի, քանդեցի, դրեցի, ջնջեցի, հանեցի, իտոգում սկսեց ինչ որ ձև սառացնել, բայց ոնց հասկացա, որ մեր տոլման որ մասը որ թուփն էր, այդ չէր փչացել, բայց ներքևի հատվածը, որտեղ որ կաղամբներ, կաղամբից համ զգացի, համ ես, համ խորենը հասկացանք, որ չէ, պետք չի ռիսկի դիմել։ Բայց մնացած բաները իրականում կերանք, այսօր մրգերն էի կտրատում, անանասը ինչպես միշտ փչացավ չկերանք, որովհետև ասոբը չենք սիրում էլի անանաս, դրա համար մրգեր կտրատեցի երեխեքը կերան, չգիտեմ, այսօր խորենի եղբայրը կարծում եմ կգա, բայց դե ինքը որ գալիս է, սենց ասած ոնց որ ընտանիքի անդամ լինի էլի, ես հանգիստ կարող եմ նստել իմ դասերը շարունակել, ինքը իր եղբոր հետ, ես ամեն ինչ կհյուրասիրեմ, կդնեմ, իրենք թող նստեն զրուցեն աղբերներով, ես էլ արդեն պետք է լուրջ զբաղվել էլի այս ամեն ինչով ժամանակս չի հերիքի, չէ Արտաշես ջան, հունվարի քննությունները որ պրծնեմ, մի հատ ահռելի շունչ կքաշեմ հանգիստ ու կանցնեմ արդեն թեզիս, բան մազիկներս պետք չի բերանիդ մոտեցնես թեզով զբաղվելն էլ շատ ջանքեր տանում, էներգիա տանում, հետո կարծեմ մենք ունենք նաև դուք ասեք մոռացա պրակտիկա պիտի գնանք, բայց այդ սա հեչ կարևոր է հունվարի քննությունները մի հատ որով մորով անենք բարթաթվում, չէ՞ բար։ Արտաշեսը ամանորյա բոլոր օրերը անցակացնում իր սիրելի լեգոներով զբաղվելով, այստեղ որոշեց որ բոլոր լեգոները միախառնի իրար եւ ստանա ինչ-որ նոր ռոբոտ, այո, ճիշտ եմ ասում։ Ինքը սիրում է շատ լեգոներով զբաղվել, հաճույք է դրանից ստանում։ Մաման էլ հա, մաման էլ էս հատվածում զբաղվի հարցաշարերով։ Խորենը խանութից եկա։ Ինձ էսպիսի տուփով բան ա բերել, ասում եմ որ մի քիչ տրամադրությունը բարձրացնեմ։ Մեծ է։ Օ, ինձ թվում է մեկ ամբողջական է, հլը նայեք։ Հələ սպասեք, տեսնեմ ես ինչ է։ Որ ինչ հավես է։ Անջան, հետ արել եմ, որ արսակներից մեջ դույսում Շատ հենց էդ է, շատ հավես է։ Օպրես շատ ինձ սիրուն է, երեխեք։ Շնորհակալ եմ շատ, սիրելիս։ Իմ ամենից ամենը խորիկա։ Իմ կյանքն է, երեխեք ջան, շատ եմ սիրում։ Всё, կյանքուկս, ես սրանով կզբաղվեմ, կակաս քո նոր առած մի քանի բաներ կարողա դնեմ։ Շատ լավ, ես թռնեմ մի հատ տունը կարգի բերեմ, խորին եղբայրը որ այ կհասնի, ստեղ քաոս է տիրում։ Ես այստեղ մի փոքր կարգի բերեցի, սեղանը, բանը դեռ իհարկե ուտելիքներ չեմ դրել, դիսերտ է միան, բայց ինչև է թարմացնելու բաներ կային։ Մրգերից մնացել է այս ամեն ինչը, բանանները դիտման պարագ յուրացրեցինք, որովհետև սևանում էին, անանասը կարծեմ ասեցի, որ փչացել էր, նուրն էլ կլպեցի, փչացել էր, թեև նոր էին կարել, չգիտեմ, միգուցե հենց այդպես էլ առել էին, ով իմանա։ Ամեն դեպքում ես նուր շատ չեմ առնում, որովհետև գիտեմ, որ այդ օրերին չի ուտվում, իզուր տեղը փչանալու է։ Կակտը տակ երեխեք ջան, հեսա մոմերը վառենք, մի քիչ ույուտնի обстановка թող ստեղծվի։ Ես մի քանի հարց գրեցի արդեն, հեսա մի հատ այդ հյուրընկալման պահը կազմակերպեմ ու շարունակեմ։ Երեխեք ջան, եկան իրենց հոպարը։ Եվ բերել է իրանց PlayStation, չգիտեմ, շատ ուրախ են երեխեքը, սա հավելյալ ժոստիկն է, ոնց հասկանում եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որտեղ իստում եմ եկել կխանք։ Նու նկատում հավելյալ է, սա տարիներով չեն հանդիպել, նու Սուսիկեն ստանը հանդիպեցինք օրեր առաջ, բայց ես իրեն առաջին անգամ եմ տեսնում, սենց ասեմ, մեր ամուսնության, մեր հանդիպման տարին է ինքը Հայաստանից տենց գնացել, նու շատ փոքրուց է ապրում դրսում, բայց այդ ամեն տարի եկել գնացել է։ Ու տենց ստացվեց, որ մի 10 տարի Հայաստան գալ չէր հաջողվել ու այսպես ասած իր հետ այս տարի ծանոթացանք։ Մի խոսքով հեսա բացենք, տեսնենք ինչ է։ Տեսնում եք ինչ թույն պադարակ եք ստացել, երեխեք։ Երեխեք, պարզվեց, որ ոչ թե PlayStation 3, այլ PlayStation 5 է։ Կարոկայի վրա 3-ը ինձ թվացել էր, որ այդ PlayStation։ Մի խոսքով երեխեքը խաղում են, մենք այստեղ սնվել ենք, հիմա սեղանը հավաքեմ։ Как-то так, дорогие мои. Այն պահը, որ արդեն քիչ-քիչ զգում ես, որ ամանորը գնում է, մինչև երեխեքը խորենի հետ գնացին քնելու, ես այստեղ փակեցի ամանորյա սեղանը, թողեցի մի երկու քաղցրավենիք սեղանին,
Մի քիչ կարգի բերեցի հյուրասենյակը։ Որ ասեմ չեմ ուզում տոները վերջանան, սուտ կլինի, որովհետև ուզում եմ անցնել իմ բնականոն ռիթմին կյանքի, ուզում եմ պլաններ կազմել, ուզում եմ դրանք իրագործել, աշխատել, ինձ կարգի բերել, հա։ Մի խոսքով շատ բաներ եմ ուզում անեմ, так что սա բնականոն ընթացք է, որը պիտի ընդունենք եւ անցնենք առաջ, առանց դեպրեսվելու, հա, դրանից։ Կարևորը որ մի քանի օր գոնե ժամանակ ու հնարավորություն ունեցանք մեզ թույլ տալ հանգստանալ։ Ну, չակերտների մեջ եմ դնում հանգստանալը, բայց ինչև է, ամեն դեպքում տոնական օրերը всё-таки տարբերվում են մեր առօրյա գործունեության օրերից։ Արտաշեսի մոտ շուտով կսկսի դասերը, այնպես որ երեխեք ջան, հերթով, կարգով, շարքով կվերադառնանք մեր բնականոն կյանքին։ Արտաշեսը տարել ու Դավին ցույց էր տվել այս շորերի տեղը։ Մենք ստիպված եղանք բարձրաձայնել են գաղտնիքը, որ իրականում սա պրանկ ա եղել պապայի կողմից։ Ձմեր պապը Լապլանդիայից ուղարկել է պապային մի հատ կոմպլեկտ, որպեսզի պապան պրանկ անի ուրախացնի իր երեխաներին։ Ու հիմա Դավը շանս ունի հագնել ձմեր պապիկի շորերը։ Բայց դա վերջում մի հատ աբրակադաբրա անենք, տեսնենք կարող պարկից նվեր դուրս գա քեզ, հա։ Yes. Հա, դու։ Հետո դու էլ ես հագնելու Արտաշեսից։ Ну, Дед Морозы прыгают. Բայց կարող է Ձեդ Մորոզի շորերը հագնես, աբրակադաբրա անես ու պարկից նվեր դուրս գա։ О, вот Деду Морозик. Հավես է Ձեդ Մորոզ լինել Вот դա։ что парикни. А это морка. Давай, смотри, Грисин какая. Օ։ Իդեպ այսօր Սուրբ Ծննդյան երեկոն է, ճրագալույց այսպես ասած։ Երեխեք ջան, մենք Բագիրես հեշտ է Ձեդ Մորոզ լինել, մի րոպե, սա ուրիշ։ Հələ պատկասում անիմատորների ոնք բան։ հա, դժվար է անիմատոր լինելը, բա իհարկե։ Կախարդական խոսքեր ասա, տես էս պարկի մեջից ինչ որ բան դուրս կգա։ Այդ Արտաշեսինն է աչքիս այդ պարկը։ Այդ ոյ։ Почему чипинч? Кочи.